Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչ են իրենք արել այդ խնդիրը լուծելու համար, մի ինչ-որ ժամանակ մասնակի բավականին մեծ չափով այն սպանդանոցային մորթը ֆերմերի համար, գյուղաբնակ քաղաքացու համար։ Եվ մենք այս նույն ծրագիրը կիրառել ենք Հայաստանում եւ առաջարկում ենք կիրառել Հայաստանում, մասնավորապես տարբեր գնահարցումներ ու ուսումնասիրություններ ենք արել եւ որոշել ենք, որ պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերուր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից սահմանված վճարի չափով, բայց ոչ ավել քան 10,000 դրամ, օրինակ եթե 8,000 դրամ է, մենք 8 կվճարենք, 10, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000-ը, 1,000 դրամը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդված յուրաքանչյուր խոշոր եղջերուր կենդանու դեպքում արդեն 15,000 դրամ, որտեղ բրուցելոզով հիվանդ անասունների մորթը ունի առանձնահատկություններ, բարդություններ եւ դրա համար պետք է լայացուցիչ մոտիվացիա եւ խթան տրամադրենք։ Նշեմ, որ մի փոքր նշեմ, թե ինչպես է ծրագիրը իրականացվելու, որպեսզի նաև մեզ հետևող քաղաքացիները դրա մասին տեղեկանան։ Նախ եւ առաջ առաջին քայլը սպանդանոցներին է վերաբերվում։ Մենք նախ նշեմ, որ մենք ունենք բավականին շատ սպանդանոցներ եւ մենք արդեն մեր գեոպորտալում բոլորը արտադրել ենք, պարոն վարչապետ, ու հետաքրքիր գույներ ենք դրել՝ կարմիր եւ կանաչ, այսինքն կարմիրները նրանք են, որոնք որ սպանդանոցը կա, բայց չի աշխատում, կարելի է ասել, пассив է։ Եվ ցավոք սրտի այդ սպանդանոցները մեծամասնությունն է, 70% եւ ավելի։ Այսինքն մենք ունենք սպանդանոցներ, որոնք ուղղակի չեն աշխատում, որովհետեւ մարդիկ չկան, որոնք որ տանեն, որ սպանդանոցում մորթ է։ Այսինքն անասունների մորթը իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում եւ կարծում ենք, որ այս ծրագիրը նաեւ կօգնի այդ ներդրումների արդարանալուն, այսինքն սպանդանոցները պիտի ենթադրաբար վերաբացվեն։ Ինչ պետքա անի սպանդանոցի սեփականատերը, ինքը դիմում է իր համայնք, ընդ որում եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, այնտեղ պատրաստի կա արդեն ֆորման, լրացնում է էլեկտրոնային ստորագրությունը, ստորագրում է եւ համայնքը եւ էկոնոմիկայի նախարարությունը եւս ավտոմատ այդ ստորագրությունները դնում են, մենք համաձայնագիր ենք իրենք կնքում։ Եթե չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի արդեն տպի, լրացնի, սկանանի, ուղարկի մեյլով։ Այսինքն ամեն դեպքում համայնքապետարան գնալու կամ նախարարություն գալու կարիք չկա, բայց եթե էլեկտրոնային ստորագրությունը ունի, շատ ավելի արագ է process-ը իրականանում, որից հետո արդեն դա այնտեղ բոլոր պայմանները գրված է, ինչ պետք է ինքը անի, բազմաթիվ տարբեր իրավիճակներ կան, որոնք որ նկարագրված են։ Այդ պարագայում, երբ որ մեր քաղաքացիները օրինակ պետքա տանեն մորթը իրականացնելու եւ ենթադրեն գինը 10,000 դրամ է, արդեն դա նշանակում է, որ վճարման կարիք չկա, պետությունը ամբողջովին վճարում է քաղաքացուն սպանդանոցային ծառայության գինը եւ նաեւ նշեմ, որ շատ կարեւոր մենք համաձայնագրում շատ կարեւոր կետ ենք սահմանել, որ մորթից հետո ենթամթերքները պետք է վերադարձվեն բնակչին, այսինքն դա այն տրամաբանությունն է, որը գործում է սովորական սպանդանոցային ծառայությունների դեպքում, այսինքն ինքը միայն սպանդանոցային ծառայություն եւ հետագա գործընթացների ապահովումն է իրականացնում եւ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մենք եւս մեկ լայացուցիչ դերևս անցած տարի օգոստոսի 1-ին պարոն վարչապետ եւս մեկ կարեւոր որոշում էինք ընդունել, այն է սպանդանոցների համար ավելացված արժեքի հարկի 75%-ը փոխհատուցում ենք։ Սա ինչով է կարևոր, որովհետև մեծ ծավալների դեպքում սպանդանոցները ավտոմատ ինչ որ փուլում կհայտնվեն ավելացած արժեքի հարկում եւ սպանդանոցային մորթի արդյունքում առաջացած մսի գինը կստացվի, որ մոտավորապես 15%-ով ավելի, այո, 15%-ով ավելի թանկ կլինի, քան ոչ սպանդանոցայինը եւ մենք այդ խնդիրն էլ ենք լուծել, իրենք եւ հիմա էլ մենք ունենք դիմումներ, կազմակերպություններ օգտվում են, իրենք դիմում են մեզ, մենք փոխհատուցում ենք իրենց այդ ավելացված արժեքի հարկի այդ 75%-ը եւ այս առումով էլ կարծում եմ սա նաեւ լավ է այնքանով, որ սպանդանոցներն էլ չունեն մոտիվացիա չներգրավելու այստեղ եւ սպանդանոցային մսի գինը կլինի նույնը, ինչ որ ոչ սպանդանոցայինը եւ բնականաբար ապահովված կլինի անվտանգության մասը, որը շատ կարեւոր է մեր բնակչության համար եւ այնտեղ նաեւ ոչ միայն մեր բնակչության, որովհետեւ մեր երկրի գրավչությունը ընդհանուր առմամբ կնվազի, եթե օրինակ մեր երկրի բոլոր այցելողները իմանան, որ ոչ բոլոր մթերքն մեր երկրում օրինակ սպանդանոցային մորթում տեղի չի ունենում։
Շատ լավ, պարոն Պապյան, շնորհակալ եմ։ Դուք հիշատակեցիք ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդիրը, եւ ես ուզում եմ մեզ հիշեցնել, որ մենք այդ որոշումը կայացրեցինք Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում ֆերմերային տնտեսություն այցելելով եւ տեղում խնդիրները երբ որ մեզ ներկայացվեցին, որովհետեւ գործարարը տնտեսվարողը մեզ ասում էր, որ շատ ավելի ճիշտ է ոչ թե ուղղակի սպանդանոցային համակարգը, այլ ճիշտ է, որ գլխաքանակը նման տնտեսությունները հավաքեն, որ ժամանակը բտման դնեն, որպեսզի կենթանիները ավելի արդյունավետ մսատվությունը շատանա եւ այդտեղ ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդրեմը ավելի էր սրվում եւ մենք եկանք այդ այցից հետո էլի կայացրինք այս որոշումը։ Այս որոշումը, որը կայացնում ենք, էլի ուզում եմ հիշեցնել, որ ես չնախատեսված այց ունեցա, այսինքն ճանապարհին ուղակի թեքվեցինք, Վայոց-Ձորի մարզի Ելփին գյուղ մտանք եւ այնտեղ գյուղամիջում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում հետո ես ձեզ կամ գրեցի կամ զանգեցի, հանձնարարեցի, որ անպայման գաք, որովհետեւ մարդկանց ասածը շատ տրամաբանական էր թվում եւ այդտեղ խնդիրը այս որոշումն էլ այդ այցելության արդյունք է եւ հիմա ստացվում է, որ մենք սպանդի գումարը այս որոշմամբ հիմա ամբողջությամբ դա ստացվում, թե մասամբ փոխհատուցում ենք եւ տալիս ենք սպանդանոցին եւ ոչ թե խոշոր եղջերավոր անասունի տիրոջը եւ այս դեպքում խոսքը միայն խոշոր եղջերավոր անասունի մասին է։ Այսինքն նկատի ունեմ 10000 դրամ, չէ՞, 10000 դրամ մենք ում ենք տալիս եւ ինչի համար ենք տալիս եւ որ դեպքում ենք տալիս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, նախ 10000 դրամը հիմնավորեմ ինչու։ Գրեթե բոլոր սպանդանոցներին հարցում են կարել, գները 8-ից 12-13000 դրամի սահմաններում էին տատանվում, կախված է հեռավորություն եւ այլ հանգամանքներից, որոշեցինք միջինացված գին դնենք 10000 դրամ։ Հիմա կներեք որպեսզի ճիշտ լինի։ Հիմա մենք երբ որ գնում ենք գյուղեր, գյուղացիների հետ խոսում ենք, ասում ենք սիրելիներս պետքա սպանդանոցում վաճառել եւ այլն, իրանք երբ որ ասում են թոմ շատ կարողանում ենք միսը վաճառել, մի հատ էլ պետք է տանենք 10000 դրամ տանք մորթելու համար։ Հիմա որ ես գնում եմ գյուղեր, կարամ վստահ ասեմ, Ժորժ ջան, հիմա 10000 դրամը կառավարությունն է տալիս։ Այո, կարող ենք ասել։ Ու էդ էլ ընդունելով, որ կարող է մի դեպքում լինի 11000 դրամ, դե ինչ անենք, հիմա մենք չենք կարող ամեն այսքանը տալիս ենք, եթե 1000 դրամ է եւ այլն եւ այլն։ Այսինքն վստահ այդ կարող ենք ասել։